2000 տարի առաջ Աստծո որդի Հիսուս Քրիստոսը լքեց երկնքի վեհությունը և եկավ այս աշխարհ, որը տառապում էր եսասիրությունով, պատերազմով և աղքատությունով։ Այսօրը տեղի ունեցավ անհավանական մի բան։ Ամենակարող Աստված որոշեց դառնալ խոցելի մարդ։ Այն մեկ, ում ենթարկվում էր ամբողջ տիեզերքը, դարձավ անպաշտպան նորածին։ Նա, աշխարհի բոլոր հարստությունների տիրակալը, ծնվեց կեղտոտախորում։ Նա, ով ինքը սերն էր, ցանկացավ ծնվել այս աշխարհում և վերապրել ցավը, ցուրտը և արցունքները, բայց մարդիկ պատրաստ չէին ընդունել այդպիսի Աստծուն և մերժեցին նրան։ Ստեղծվածը խաչեց ստեղծողին։ Ինչու Աստված որոշեց անցնել այդ ամենի միջով, որովհետև այդպես է վարվում սերը։ Նա սիրելիին ամեն ինչից վեր է դասում։ Աստծո համար մեր կյանքերը ավելի կարևոր գտնվեցին, քան իր սեփականը։ Նա անտարբեր չմնաց մեր վախերի, ցավի և արցունքների նկատմամբ։ Իր մահով նա վճարեց մեր մեղքերի համար և իր հարությունը բացեց դռները դեպի իսկական երջանկություն և հավերժական կյանք։ Հենց դրա համար Սուրբ Ծննդյան տոնը հիշեցնում է այն բանի մասին, թե ինչքան կարևոր ես դու Աստծո համար, և 2000 տարի անց նա դեռևս ցանկանում է քո կյանք բերել սեր, ուրախություն, խաղաղություն։ Աստված ընտրեց ոչ թե հարմարավետ ճանապարհը, այլ սիրո ճանապարհը։ Նա չընտրեց հեռվից առաջնորդել մարդուն, այլ որոշեց մտնել մարդու պատմության մեջ, կիսել նրա կյանքը իր բոլոր դժվարություններով ու ցավերով։ Նա ապրեց այն ամեն ինչ մենք ենք ապրում, որպեսզի ոչ ոք երբեք չասի Աստված ինձ չի հասկանում։ Նա հասկանում է, նա եղել է մերժված, ցավ զգացած, լաց եղած և միայնակ մնացած։ Երբ Հիսուսը ծնվեց, երկինքը լռեց, բայց սերը խոսեց։ Աստված ցույց տվեց, որ նույնիսկ ամենախավար ժամանակներում կարող է ծնվել լույս։ Եվ այդ լույսը կախված չէր աշխարհի պայմաններից, մարդկանց վերաբերմունքից կամ արտաքին փայլից։ Այդ լույսը ծնվեց խոնարհության մեջ, որպեսզի յուրաքանչյուր մարդ, անկախ իր անցյալից, իր սխալներից կամ վիճակից, կարողանա մոտենալ նրան առանց վախի։ Այսօր էլ Հիսուսը չի պարտադրում, նա չի ներխուժում մեր կյանք, նա սպասում է։ Սպասում է, որ մենք ինքներս ցանկանանք նրա ներկայությունը։ Նա ցանկանում է, որ մենք թույլ տանք նրան մտնել մեր ցավերի մեջ, մեր կասկածների մեջ, մեր կոտրվածության մեջ, որովհետև մեր ցավի և թուլության մեջ է, որ նրա սերը գործում է ամենախոր կերպով։ Սուրբ Ծնունդը մեզ հիշեցնում է, որ Աստծո սերը ժամանակ չունի, սահման չունի և վերջ չունի։ Դա սեր է, որը չի հոգնում սպասելուց, չի դադարում հուսալուց և չի հրաժարվում մարդուց։ Եվ այսօր, ինչպես 2000 տարի առաջ, այդ սերը նորից հարց է տալիս մեզանից յուրաքանչյուրին. արդյոք պատրաստ ես բացել սիրտդ և ընդունել նրան, ով արդեն տվել է քեզ ամեն ինչ։ Պատրաստ ես դու նրան նույն կերպ պատասխանել։